Հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևոր է համառոտ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է խորհրդարանի ընտրության վերջնական արդյունքները։ Քաղաքական պատկերը արդեն վերջնական է, թե դեռ կարող է փոխվել։ ԿՀ-ի նիստին զուգահեռ ընդդիմությունը փողոցում է, ինչու են քաղաքական ուժերը պահանջում չեղյալ հայտարարել ընտրության արդյունքները։ Ընդդիմությունը ռազմավարական ընտրության առաջ է կանգնած, ինչ սցենարներ են քննարկվում քաղաքական դաշտում։ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Դիլիջանում, ինչ հարցեր են քննարկել կողմերը։ Թրիփ նախագիծը նոր հարցեր է առաջացրել տարածաշրջանում, ինչու է Ադրբեջանը ակտիվորեն ներգրավված քննարկումներում։ Մերձավոր արևելքում լարվածությունը պահպանվում է, ինչ նոր զարգացումներ կան Լիբանանում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 7-ին կայացած ազգային ժողովի ընտրության վերջնական արդյունքները։ Ըստ ԿՀ-ի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի հաղթահարել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4%-ի շեմը։ Կուսակցությունը ստացել է 58,287 ձայն կամ 3,98%։ Այսպիսով խորհրդարան է անցել 3 քաղաքական ուժ։ Քաղաքացիական պայմանագիրը ստացել է 49,745%, Ուժեղ Հայաստան դաշինքը ստացել է 23,271%, իսկ Հայաստան դաշինքը 9,923%։ Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 2,506,826 քաղաքացուց 1,476,769 կամ բնակչության 58,9%-ը։ 410 ընտրող քվեարկել է էլեկտրոնային եղանակով, իսկ 1300-ը շարժական քվեատուփերի միջոցով։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրություններում գրանցված անճշտությունների և անհամապատասխանությունների ընդհանուր թիվը կազմել է 4331։ Նիստին զուգահեռ ընդդիմությունը ակցիա է անում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ։ Հավաքվածները պահանջում են չեղարկել ընտրության արդյունքները և նոր ընտրություն անցկացնել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց 3 ուժերի՝ Ուժեղ Հայաստանի, Հայաստան դաշինքի և Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչներն են։ Մինչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի մեկնարկը Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ ԲՀԿ ցուցակով պատգամավորության թեկնածու Իվետ Անոնոյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ խնդիրը Բարգավաճ Հայաստանի 4% անցողիկ շեմը հաղթահարելը և խորհրդարանում ներկայացված լինելը չէ, այլ ընտրական գործընթացի նկատմամբ վստահության վերականգնումը։ Վերհիշելով բոլոր այն հայտարարությունները, որոնք այս օրերի ընթացքում հնչեցրել են ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերը, հասարակական քաղաքական գործիչները, իրավաբանական հանրույթը, Վահագն Հովակիմյանը եւ իր ղեկավարած կառույցը ականջալուր կլինեն բոլոր այդ հորդորներին եւ չեն շեղվի սահմանադրության եւ մեր օրենսդրության պահանջներից եւ կկատարեն ճիշտ որոշում, ասել է թե կնշանակվի վերաքվեարկություն կոնկրետ այն տեղամասերի մասով, որտեղ անվավեր են ճանաչվել ընտրության արդյունքները։ Ես այս օրերի ընթացքում առիթ ունեցել եմ ասելու, որ այստեղ որևէ առանձին կուսակցության, կոնկրետ այս դեպքում Բարգավաճ Հայաստան կուսակցության շահի խնդիրը չի։ Խնդիրը այն է, որ այս տեղամասերում ընտրությունը անվավեր ճանաչելու գործընթացը լրջագույն կասկածի տակ է դնում ընդհանրապես ամբողջ ընտրական գործընթացի լեգիտիմությունը։ Եվ մեր այսօրվա թե հավաքի, թե բոլոր մեր ընդդիմադիր գործընկերների հետ համատեղ այս նախաձեռնությունը ընդամենը մեկ նպատակ ունի՝ վերականգնել արդարությունը, որովհետև այն ինչ որ տեղի է ունեցել կոնկրետ 3 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելով, սա կոնկրետ արհամարանք է մեր ընտրողների ընտրելու իրավունքի նկատմամբ։ Իսկ Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանը հայտարարել է, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործել է իշխանության ազդեցության տակ և փորձել է ընտրական գործընթացի ընթացքում փոխել քաղաքական պատկերը։ Դիմում եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների, դիմում եմ բոլոր իրավապահներին, այն բոլոր զինվորականներին, աստող 9 տարվա ընթացքում ցանկացած հարցում
Նիկոլը որևէ հանցանք կատարելուց միշտ փորձել է հանցակիցներ գտնի, հանցակիցներ դարձնի հազարավորների, որ վաղը դատվելուց մենակ չդատվի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դառնում է Նիկոլի հանցակից։ Բոլորս զայրացած էինք, բոլորս գժված էինք, թե 2 օր առաջ Նիկոլի պատվերով կենտրոնական ընտրական հանձնաժողովը գաղտագողի գիշերով ոնց փորձեց պայքարի ցանի բարգավաճ Հայաստան կուսակցությանը։ Գիշերով իբր թե նոր են անդրադարձել։ Սուտ ասում Վահագն Ակիմյան, ամսի 8-ին լուսաբացի 3:30 այդ բողոքը, որ ուրբաթ օրը քննում էին, արդեն կենտրոնականում էր։ Բա մի շաբաթ ինչի ձայն չէին անում։ Ընտրական գործընթացի վերաբերյալ կոշտ քննադատությամբ է հանդես եկել նաև Ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի խոսքով ընտրությունը չի կարող համարվել լիարժեք լեգիտիմ արձանագրված խախտումների պատճառով։ Մեր պահանջը ընտրությունները անվավեր ճանաչելը, որպեսզի մենք կարողանանք եւս մեկ անգամ մեր ժողովրդին հնարավորություն տանք իրենց ընտրությունը կատարել։ Այդ հարցը այսօրվա նիստում է քննվելու։ Նաեւ այսօրվա նիստում մի քանի հարց է քննվելու, նաեւ մեր լիազոր ներկայացուցիչները մեր դիրքորոշումը հայտնելու են նիստի շրջանակներում։ Այսինքն դուք վստահում եք Նիկոլ Փաշինյանի եւ կարծում եք, որ հերթական անգամ ընտրության գնալիս կեղծումներ չեն լինելու, ժողովրդավար ձևով, թափանցիկ ձևով։ Ոչ, մենք չենք վստահում Նիկոլ Փաշինյանին, պարզապես մենք ավելի ուշադիր ենք լինելու եւ ավելի հետեւողական, հաշվի առնելով այդ բոլոր ապօրինությունները, որոնք տեղի ունեցել հունիսի 7-ին։ Մեզ համար մեր հայ ազգը, մեր հայրենակիցները բացարձակ արժեք են եւ մենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա շատ անկանոն եւ զոհերով լի կլինի, այդ իսկ պատճառով մենք այդ քայլի չենք գնում, մնում ենք օրենքի շրջանակներում։ Ընդդիմադիր մյուս ուժերը նույնպես չեն ընդունում ընտրարդյունքները։ Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով այս ընտրությունը վճռորոշ նշանակություն ունի երկրի ապագայի համար եւ քաղաքացիները պետք է պաշտպանեն իրենց քվեն։ Զրոյական ակնկալիքներ, ճիշտ ասած, ունեմ իբր անկախ ինստիտուտներից, որովհետև կենտրոնական ընտրական հանձնաժողովը ղեկավարում է մի մարդ, ով եղել է ԿՊ խմբակցության անդամ, ինքը իր համար քվեարկել է ու դարձել է ղեկավար։ Իրանից ես ինչ ակնկալիք պետք է ունենամ։ Ավելին ասեմ, այն ինչ որ հիմա տեղի է ունենում, այն ինչ որ հիմա արվում է Բարգավաճ Հայաստան կուսակցության նկատմամբ, նոր չի։ 2018 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ այս նույնը արվել է հանրապետականի հանդեպ, պարզապես արհեստական կերպով, վարչական ռեսուրսով թույլ չտվեցին, որպեսզի հանրապետականը հայտնվի 18 թվականի արտահերթի ձևավորված խորհրդարանում։ Ինչ ակնկալիքներ, իմ միակ ակնկալիքը Հայաստանի Հանրապետության քաղաքացուց, Հայաստանի Հանրապետության հայրենասեր քաղաքացուց է, ով դեր կանգնի մեր բոլորի ձայնին, մեր բոլորի ապագային, որովհետև այս ընտրությունը Հայաստանի Հանրապետություն լինել, չլինելու ընտրություն։ Ես իհարկե մի 10 րոպե հիմա կարող էի խոսել, բավոր ասում էինք ոչի մեջ, բայց դրանից հիմա զրոյական օգուտ կա։ Առջևում պայքար է, պայքար բարդ, ծանր, բայց պատվաբեր։ Ու այդ պայքարում հանրապետականը լինելու է ամենապատասխանատու, ամենավտանգավոր տեղերում, ամենակարևոր խրամատներում։ Նոր ընտրություն անցկացնելու պահանջ է հնչեցնում նաև Հայաքվե նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։ Նրա խոսքով միայն այդ դեպքում հնարավոր կլինի վերականգնել ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը։ Պետք է ասել նաև հետևյալը, նոր քվեարկություն չպետք է իր ձևով կրկնի նախորդ քվեարկությունը, այլապես մենք անընդհատ կստանանք նույն խայտարակ արդյունք։ Պետք է վերջո իրավակարգը Հայաստանում վերականգնվի։ Հսկայական քանակությամբ մարդիկ բերման են ենթարկվել, ձերբակալվել են, բաց են թողվել եւ այլն։ Իրականում այն իրական քրեական գործերը, որոնց մասին խոսք է գնում, դրանց թիվը այդքան մեծ չի, այսինքն ցանկացած ընտրության համամասնական թիվը։ Եվ մեզ պետք է գնալ նոր ընտրությունների, որպեսզի մեր ժողովրդի մոտ վստահություն ընդհանրապես ընտրությունների ինստիտուտի նկատմամբ վերականգնվի։ Ես ես հիշեցնեմ նաև, որ Փաշինյանը նոր էր եկել իշխանության, պարբերաբար
հայտարարում էր նրա մասին, որ այլևս Հայաստանում երբևիցե ընտրություններ չեն կեղծվելու, որ Հայաստանում ընտրությունները այսուհետև պետք է օրենքի տառին եւ ոգուն համապատասխան անցկացվեն եւ այլն։ Ես կարծում եմ այսօր այն օրն է, որ ապացույցը պետք է չեղարկեն այս ընտրությունների արդյունքները, մեր ժողովուրդը գնա նոր ընտրությունների եւ իսկապես համոզված լինի նրա մեջ, որ ընտրությունները արտացոլում են իր հավաքական ոգին։ Իսկ բռնցքամարտի աշխարհի 1989 թվականի չեմպիոն, բարի կամքի խաղերի կրկնակի, Եվրոպայի եռակի, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբ Կոխյանը հայտարարել է, որ հացադուլ է անելու, քանի դեռ նոր ընտրություն չեն նշանակել։ Որ խանվել, սակայն չեմ սեքել, կորցրել եմ հաճախ, բայց նորից գտել, ես որ խայթակել ու վայր եմ ինքիլ, ռինգում եղել է, էլի, խփել եմ, ինգել եմ, բայց երբեք կյանքում չեմ ծնկել։ Այս ֆոնին քաղաքական դաշտում արդեն քննարկվում են հաջորդ կարևոր հարցը։ Ընդդիմությունը կգնա խորհրդարան, թե կհրաժարվի ստացած մանդատներից։ Հանրության կարծիքները այս հարցում տարբեր են։ Ոմանք կարծում են, որ ընդդիմությունը պետք է մտնի խորհրդարան եւ ներկայացնի իր ընտրողներին, մյուսները վստահ են, որ մանդատներից հրաժարվելը կարող է քաղաքական ճնշման գործիք դառնալ։ Բայց ինչ կլինի իրականում, եթե ընդդիմությունը հրաժարվի խորհրդարան մտնելուց։ Թեմայի մանրամասները ռեպորտաժում։ Մանդատները վերցնել, թե հրաժարվել դրանցից։ Ընդդիմությունը հայտնվել է քաղաքական եւ իրավական բարդ ընտրության առաջ։ Ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինք եւ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Այս ուժերին ձայն տված որոշ քաղաքացիներ պահանջում են չվերցնել պատգամավորական մանդատները, համոզված լինելով, որ այդպես հնարավոր կլինի խնդիրներ ստեղծել քաղաքացիական պայմանագրի համար։ Սակայն իրականությունն այդքան էլ միանշանակ չէ, եթե ազգային ժողով անցած քաղաքական ուժերը հրաժարվեն մանդատներից, խորհրդարանը ինքնաբերաբար չի լուծարվի, նոր ընտրություն չի նշանակվի։ Եթե մանդատներից հրաժարվեն, գործող ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ այս պարագայում տեղը մնում է թափուր, այսինքն մենք ունենալու ենք այն քանակությամբ խորհրդարան, որ քանակությամբ որ ԿՊ ստացել է մանդատներ։ Իսկ մանդատներից հրաժարված ուժերին օրենքով կփոխարինեն նրանցից հետո թեկուզ եւ ավելի քիչ տոկոս ձայներ ստացած կուսակցությունները, հաշվի առնելով, որ ըստ օրենքի խորհրդարանում պետք է ներկայացված լինի առնվազն 3 քաղաքական ուժ։ Նրանց մանդատները, եթե իրենք բոլորը հրաժարվեն, չեն անցնի անցողիկ շեմը չհաղթահարած մյուս ուժերին, այսինքն այլ ուժեր չեն անցնի խորհրդարան։ Խորհրդարանում այդ տեղը պատկերավոր ասած կմնա դատարկ։ Հիմա մանդատները չվերցնելը ունի քաղաքական բաղադրիչ բնականաբար։ Այն առաջացնում է լեգիտիմության խնդիր տվյալ խորհրդարանի, քաղաքական ճգնաժամ, բոյկոտի քաղաքական պայքարի մեխանիզմ է։ Բայց սա չի նշանակում, որ շեմը չհաղթահարած ուժերի ազգային ժողով մուտքն անհնար է, եթե ընդդիմությունը հրաժարվի մանդատներից։ Պատկերացնենք սցենար, ըստ որի հավաքական ընդդիմությունը հրաժարվում է մանդատներից։ Ընդ որում ոչ թե առաջին 10 կամ 20 համարները, այլ ընդդիմադիր ցուցակն ամբողջությամբ։ Այս դեպքում ազգային ժողովում մնում է քաղաքացիական պայմանագիրն իր 61 մանդատով, այսինքն մեծամասնությամբ։ Եթե մենք մանդատ չենք վերցնում, ըստ էության այլ քաղաքական ուժերի կտրբաշխվի այդ մանդատը, որովհետև ազգային ժողովը սահմանադրության համաձայն առնվազն 101 պատգամավորից է բաղկացած։ Եվ դրա համար, երբ որ արդյունքները արդեն պարզ կլինեն, նաև երկրորդ արդեն իրավական քննարկման հարց է լինում, անգամ եթե օրինակ պայմանական տեսականորեն եմ ներկայացնում, չենք գնում ազգային ժողով մանդատ չենք վերցնում, նախնական շրջանում այդ գործիքակազմը իրացնում ենք։ Կա նաև երկրորդ սցենար։ Ընդդիմությունը վերցնում է մանդատները, ազգային ժողովը սկսում է աշխատանքը, սակայն առաջին նիստերից հետո ընդդիմադիր պատգամավորները վայր են դնում մանդատները։ Առաջին հայացքից սա կարող է թվալ առավել կոշտ քաղաքական քայլ, սակայն իրավական հետևանքներն այստեղ նույնպես միանշանակ չեն։ Հիմա շատ է, չէ՞ խոսում մտնել խորհրդարան, թե չմտնել։ Տեսեք, 3 իրավիճակ համար 1, 2 ընդդիմադիր ուժ մտնում են խորհրդարան, վերցնում են մանդատները, այդ պարագայում իշխանությունը ստանում է բացարձակ մեծամասնություն ու ըստ էության միգուցե տենում են գրոտեսկային 2021 թվականին ձևավորված պարլամենտի պատկերը, միգուցե։ Երկրորդ տարբերակը մտնում են 3 ուժ, Բարգավաճը իր հետ, այդ պարագայում իշխանությունը չի ստանում սահմանադրական մեծամասնություն
եւ ըստ էության այն գործառույթը, որի համար իրենք պայմանական, Հայաստանում գործում են, այսինքն խոսքը գնում է Թուրքիա, Ադրբեջանի ուղիղ հրահանգների մասով սահմանադրության փոփոխություն, Հայաստանի տարածքների հանձնում, այդ ամեն ինչ պետք է անցնի, չէ՞, ազգային ժողովով, դա արդեն ըստ էության չի ստացվում։ Ամենաբարդ իրավիճակը կարող է առաջանալ հենց այս դեպքում։ Եթե խորհրդարանն արդեն ձևավորվել է եւ սկսել է գործել, ապա հրաժարված падգամավորներին նախ պետք է փոխարինեն նույն ցուցակների հաջորդ տեխնացուները։ Իսկ եթե ամբողջ ցուցակները սպառվեն, մանդատները պարզապես կմնան թափուր։ Արդյունքում կարող է ստացվել հետևյալ պատկերը. քաղաքացիական պայմանագիրը պահպանում է իր 61 մանդատը, իսկ մյուս 44 մանդատները մնում են թափուր։ Այսինքն խորհրդարանը շարունակում է գործել, իսկ իշխանությունը չի կանգնում կառավարման ճգնաժամի առաջ։ Թեպետ հստակ ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ նրանց տեղը պետքա թափուր մնա, բայց ասենք բացառված չի, որ օրինակ ասենք իշխող ուժը դիմի սահմանադրական դատարան, ընտրական օրենսգիրքի այդ դրույթը հակասահմանադրական ճանաչելու առումով, ճանաչվի հակասահմանադրական եւ դիրքորոշում արտահայտի, ասենք թափուր մնացած մանդատները փոխանցվեն հերթականությամբ եկող այն քաղաքական ուժին, ով առավել շատ քվեա ստացել, ասենք այն 2%, 1 ու քանի տոկոս։ Մասնագետների կարծիքով այս իրավիճակը նաև օրենսդրական բացերի մասին է խոսում։ Առանց ընդդիմության խորհրդարանը իհարկե առաջացնում է քաղաքական եւ ներկայացուցչական լուրջ խնդիրներ, հարցականի տակ դնում բազմակարծության եւ լեգիտիմության մակարդակը։ Սակայն գործող իրավակարգավորումները ինքնին չեն հանգեցնում խորհրդարանի լուծարման կամ իշխանության լիազորությունների դադարեցման։ Մանդատների հրաժարումը դա հստակ առաջացնում է ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական ճգնաժամ եւ ըստ էության խորհրդարանը չի կարող համարվել լեգիտիմ խորհրդարան, թեպետ դա խորհրդարանը ազատ արձակելու կամ նոր ընտրություններ անցկացնելու հիմք չի տալիս։ Այսպիսով ընդդիմության առաջ կանգնած է ոչ միայն քաղաքական, այլև ռազմավարական ընտրություն։ Մանդատներից հրաժարվելը կարող է հնչել որպես կտրուկ եւ վճռական քայլ, սակայն դրա հետևանքները կարող են լինել բոլորովին հակառակ սպասվածից, ընդ որում հօգուտ իշխանության։ Գործող օրենքների պայմաններում նման որոշումը պարտադիր չէ, որ ճգնաժամ ստեղծի իշխանության համար։ Ավելին կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ խորհրդարանում մնա միայն մեծամասնությունը, իսկ ընդդիմությունը կորցնի քաղաքական պայքարի գլխավոր ինստիտուցիոնալ հարթակը, ինչպես որ եղավ Վենեսուելայում, Սերբիայում, Ալբանիայում եւ մի շարք այլ երկրներում։ Սեդա Մակարյան, Աննա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Ներքաղաքական զարգացումներին զուգահեռ ակտիվացել են նաև տարածաշրջանային գործընթացները։ Դիլիջանում հանդիպել են Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիկմետ Հաջիևը եւ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Կողմերը հայտարարել են, որ քննարկել են խաղաղության օրակարգը։ Նրանք նաև պայմանավորվել են շարունակել շփումները, իսկ հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Ադրբեջանում։ Ի դեպ, սա Հաջիևի առաջին այցն էր Հայաստան։ Տարածաշրջանային զարգացումների ֆոնին քննարկվում է նաև TRIP նախագիծը, որը կարծես կապվում էր Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հետ։ Սակայն Ադրբեջանի պաշտոնյաները նույնպես ակտիվորեն մասնակցում են քննարկումներին, ընդգծելով իրենց շահագրգռվածությունը նախագծի իրականացմամբ։ Այս հանգամանքը նոր հարց է առաջացնում։ Եթե Ադրբեջանը համաձայնագրի ստորագրող կողմ չէ, ապա ինչու է այն դիտարկվում որպես նախագծի կարևոր շահառու եւ մասնակցում դրա քննարկումներին։ Թեմային անդրադարձել է Սեդա Մակարյանը։ Ովքեր են TRIP համաձայնագրի կողմերը։ Պատասխանն առաջին հայացքից ակնհայտ է՝ Հայաստան, Միացյալ Նահանգներ։ Անգամ արհեստական բանականությունն է այդ հարցին նույն պատասխանը տալիս։ Իսկ ինչու են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը եւ Միացյալ Նահանգների միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրեն Բեն Բլեքը քննարկել TRIP նախագծի իրականացումը։ Ըստ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի, իրականում այս համաձայնագրում կողմ են հանդիսանում Ադրբեջանն ու Միացյալ Նահանգները, իսկ Հայաստանը կրկին զիջողի դերում է։ Այդ համաձայնագրում Հայաստանի դերը ընդհանրապես տարածքի տրամադրումն է, այսինքն այդտեղ երկկողմ, եթե դիտարկում ենք, դե ֆակտո երկրորդ կողմը Ադրբեջանն է, դա տակնառու էր փոխնախագահ Վենսի Փետերվարյան այդ ընթացքում, երբ ինքը Հայաստանում այդքան չի խոսել Թրամփի ուղու մասին, որքան Ադրբեջանում։ Ադրբեջանական կողմը չի հերքում իրենք շահողի դիրքերում են այս համաձայնագրից։ Դե յուրե Բաքուն ստորագրող չէ, բայց
բայց դե ֆակտո այս համաձայնագրով այս երկիրն իրագործում է իր երազանքը։ Ադրբեջանը կապում է Նախիջևանին։ Այո, Ադրբեջանը Թրիփի շրջանակային համաձայնագրի ստորագրող կողմ չէ, բայց Թրիփը հենց այն նախագիծն է, որը պետք է ապահովի Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջևանի միջև կապը Հայաստանի տարածքով։ Հետևաբար Ադրբեջանը նախագծի անմիջական շահառուն է եւ բնական է, որ դրա իրականացման հարցերը քննարկում են ԱՄՆ պաշտոնյաների հետ։ Ադրբեջանական կողմը նույնիսկ Թրիփը նկարագրում է որպես նախագիծ, որը պետք է ապահովի անխոչնդոտ կապ Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջևանի միջև։ Այնտեղ հայտարարեց, որ ինքը առաջին մարդն է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով։ Ընդ որում Վենսը աշխարհագրորեն Երևանից Բաքու մեկնել էր բացարձակապես այլ երթուղով, Հայաստանի հյուսիսային մասով, բայց ինքը փաստացի անկաշկանդ խոսել էր, որ թռչել է Թրամփի ուղու վրայով, այդպիսով ըստ էության Հայաստանը ամբողջությամբ դիտարկելով Միացյալ Նահանգների համար որպես Թրամփի ուղի։ Հայաստանի իշխանությունն ասում է Հայաստանն այստեղ տնտեսական շահ ունի։ Փորձագետները տարակուսում են, ինչպես է ապահովելու տնտեսական շահույթը, եթե անվտանգային մի շարք հարցեր չունեն պատասխաններ։ Այստեղ ավելի լայն իմաստ ունի, քան պարզապես Զանգեզուրի միջանցքը։ Ընդհանրապես Հայաստանը դիտարկել որպես այդպիսին ամերիկա-ադրբեջանական կոմունիկացիայի ռեսուրս, որովհետև Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունը ընդամենը մի մասն է այդ գործընթացի, այդ ավելի լայն գործընթացի։ Իսկ այն, որ Թրամփի ուղին դա միջանցքային տրամաբանությամբ համաձայնություն է, այստեղ որևէ կասկած չկա։ Հայ հասարակությունը գիտակցում է, որ սա Հայաստանի հերթական տարածքային զիջումն է, Բադալյանի համոզմամբ ոչ։ Ինչու չի գիտակցում կամ ինչպես անել, որ գիտակցի, Բադալյանի խոսքով երկարատև ու բարդ պրոցես է։ Սեդամ Ակադյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Միջազգային լրահոսից։ Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Բեյրութի արվարձանում գտնվող Հեզբոլլահի թիրախներին։ Ըստ արաբական լրատվամիջոցների կան զոհեր, որոնց թվում է նաև խմբավորման հրամանատարներից մեկը։ علم هاي بوش محلنا هون استهداف Սակայն Մերձավոր Արևելքում ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ ԱՄՆ-Իրան հարաբերությունները։ Reuters-ի տեղեկություններով Քաթարի միջնորդները մեկնել են Իրան խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները վերջնական փուլ հասցնելու նպատակով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել այսօր, իսկ իրանական ֆարզ գործակալության փոխանցմամբ Թեհրանը վերջնական որոշում դեռ չի կայացրել։ Երևանում հորդառատ անձրևը կրկին խնդիրներ է առաջացրել քաղաքային ենթակառուցվածքներում։ Ջրի տակ են մնացել փողոցներ, անցումներ ու մի շարք առևտրի կետեր։ Դիտենք տեսանյութը առանց մեկնաբանության։ Անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել նաև մարզերում։ Գեղարքունիքում բնակիչները հայտնել են նույնիսկ պտտահող մի մասին։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մնացեք խաղաղությամբ, բարի գիշեր։